Գերեվարումից մինչև ադրբեջանցիների խոշտանգումների մասին լեգենդներ, մի շարք կեղծ վկաներ Բաքվի դատարանի առաջ շարունակում են հորինված պատմություններով ծանրացնել շինծու դատավարություններով անցնող հայերի բեռը։ Փաստեր ու ապացույցներ չկան, հերթական դատի մասին ցանկալի դիտանկյունից պատմում են բացառապես Ադրբեջանի պետական լրատվամիջոցները։ Հայ իրավապաշտպանները արձանագրում են, դատարանում որպես վկա ներկայացողներն իրականում պետության դրածոներ են, ցուցադրական դատավարություններում խաղում են իրենց դերը։ Մենք ունենք արձանագրված փաստեր, երբ հայ պատանները հերքում են իրենց վերագրվող հայտարարությունների, ցուցմունքների իրենց կողմից ասված լինելը կամ կասկածի տակ են դնում բովանդակությունը։ Շաբաթվա ընթացքում պարզվեց Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պաշտպան Աբրահամ Բերմանից։ Ընտանիքի միջոցով Վարդանյանը հայտարարեց, չի մասնակցի ադրբեջանական ֆարսին, ասաց իրեն պետք չէ պաշտպանության պատրանք, պահանջում է դատավարական իրավունքների իրական ապահովում։ Վարդանյանին այդպես էլ թույլ չեն տվել ծանոթանալ գործինյութերին և մեղադրական եզրակացությանը։ Դատարանը մերժել է նաև հրավիրել վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները, հաստատել պաշտպանության համար կարևոր փաստեր։ Եթե ամբողջովին հերքված է արդար դատաքննության գաղափարը, քանի որ դատավորները կախյալ են և կողմնակալ են նաև պայմանավորված հայերի նկատմամբ ատելությամբ, կամ եթե ապահովված չէ պաշտպանության հնարավորությունը անկախ փաստաբանների միջոցով, կամ եթե հայերի բոլոր միջնորդությունները մերժվում են կամ արձանագրված են դեպքեր, որ նրանք սպառնալիքների, ճնշումների ներքո են ցուցմունքներ տալիս, հասկանալի է, որ ողջ դատավարությունը արատավորված է, այն իր ամբողջության մեջ անարդար է և դրա արդյունքում կայացված ցանկացած դատական ակտ չի կարող լեգիտիմություն ունենալ։ Միջազգային բազմաթիվ հարթակներ այս փուլում քննարկում են մարդասիրական հարցեր։ Սիրանուշ Սահակյանի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմի գերիների կողքին նաև հայերի հարցն է։ Այս դեպքում Բաքվում պահվող մեր հայրենակիցներն առավել անպաշտպան են։ Այդ երկրում արգելվել է Կարմիր խաչի աշխատանքը, չեն գործում նաև միջազգային մյուս մեխանիզմները։ Ուկրաինացի ռազմագերիների կարգավիճակ ուսումնասիրելու նպատակով ներդրվել մոսկովյան մեխանիզմը հենց ԵԱՀԿ շրջանակում, բայց մենք տեսնում ենք, որ նույն ԵԱՀԿ-ն լուծարում է Մինսկի խումբը և փոխարինող մեխանիզմ, որը գոնե կոնֆլիկտի քաղաքական հարցադրումներից զատ մարդասիրական հարցեր կքննարկեր, չի ձևավորում։ Ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, բայց ամենօրյա աշխատանք է իրականացվում հայ պատանդների հարցով։ Սա գրեթե բոլոր ելույթներում վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները։ Իրավապաշտպանն ասում է, մի քանի հանգամանք կա, որից կառչած է Ադրբեջանը և առաջ է տանում իր կեղծ նարատիվները։ Ես կարծում եմ, որ նախ պետք է լինի էական քաղաքական տեղաշարժ, երկրորդը կանխատեսելի ավարտին հասցվեն շինծու դատավարությունները մեղադրական ակտերով, որպեսզի Ադրբեջանը գնա քաղաքական գործարքի և ազատ արձակի հայ պատանդների գոնե մի մասին։ Երևան-Բաքու երկկողմ հարթակում Հայաստանը բանակցային ուժով զիջում է։ Ադրբեջանի համար անցանկալի ամեն գործողություն կարող է տապալել այսպես ասած խաղաղությունը։ Այս պատճառով է իրավապաշտպանի խոսքով Երևանը զգուշանում։ Գերիների մասին խոսում է ընդհանուր տերմիններով։ Այստեղ Սահակյանի խոսքով կարևոր է երրորդ կողմերի ներգրավվածությունը։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։